Ռոբոտատեխնիկայի շահագործման տեխնիկ օպերատոր և պաշտպանական կառույցների շահագործում։ Նոր մասնագիտություններ, որոնք հնարավոր է ստանալ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում արդեն հաջորդ տարի։ 911 հաղորդաշարն անդրադարձել է բուհի գործունեությանը։ Բարի լինելը երևի ամենակարևոր հատկություններից մեկն է փրկարարի համար։ Դրան գումարած նաև որակյալ կրթություն։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այդ երկու առանձնահատկությունները միաձուլվում են։ Ուսումնական հաստատությունն ունի շուրջ 30 տարվա պատմություն, ուսանողների թիվը գերազանցում է 1100-ը։ Այն ունի կրթական 4 ծրագիր՝ միջին մասնագիտական, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։ Հետաքրքրությունը բուհի նկատմամբ տարեստարի ավելանում է, նշում է ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Այս տարի ընդունվել են բակալավրիատում 174 հոգի, ավարտել են 170-ը, դա նշանակում է, որ մենք կարողացել ենք պահպանել մեր թվաքանակը։ Մեր բուհը գրեթե մշտական իր ընդունության սահմանը ունի եւ դա իրականացվել է։ Այսօր արդեն 35 հոգի ընդունված են մագիստրատուրայում, դա 3-4 մասնագիտություններ են, շատ կարևոր մասնագիտություններ են։ Կառավարումից միջև փրկարարական գործ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ֆակուլտետներով հարուստ է։ Դիմորդներին առաջարկում է 10-ից ավելի մասնագիտություն։ Այստեղ կան նաև անվճար սովորելու հնարավորություն։ Կան երկու մասնագիտություններ, որոնք որ ծառայողական մասնագիտություններ են, փրկարար գործ եւ հրդեհային անվտանգություն, սա իհարկե անվճար մեր տեղերն են, մնացածը վճարովի է, ընդունվածներից 107-ը հեռակա են, բնականաբար հեռական պետք է շատ լինի, որտեղ մենք պայմաններ ենք ստեղծում փրկարար ծառայությունում ծառայողներին հնարավորություն տալ հետագայում կրթություն ստանալ եւ իրենց փորձի հետ միասին գիտելիքները զարգացնել ու զարգացումը։ Նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ գիտական հետազոտությունները բուհում մշտական բնույթ են կրում։ Ռեկտորը դրանով է բացատրում բուհի նկատմամբ դիմորդների հետաքրքրության ավելացումը։ Ի դեպ, ակադեմիայում տեղակայված է անօդաչու թռչող սարքերի մշակման եզակի լաբորատորիա։ Այստեղ մշակվող թռչող սարքերի շնորհիվ այս տարի Սևանա լճում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել։ Անտառային հանգստյան գոտիներում իրականացվել է հակահրդեհային իրազեկում։ Այն հետազոտությունները, որ մենք անում ենք գիտական ուղղություններով, նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, մարդիկ տեղյակ են լինում եւ իրոք շատ են դիմում։ Շատ կարեւոր է, որ մենք կարողացանք քարտեզագրման գործընթացում հասնել այնպիսի ճշգրտության, որ մինչև 2 մմ ճշգրտությամբ կարող ենք մենք մարդու գտնվելու վայրը, կոորդինատները ասել։ Ռոբոտատեխնիկայի շահագործման տեխնիկ օպերատոր և պաշտպանական կառույցների շահագործում 2022-23 թվականների ուսումնական տարում առաջին անգամ դիմորդներին կառաջարկվեն այս երկու մասնագիտությունները։ Մենք նաև մշակել ենք ամբողջ չափորոշիչները, դա նույնպես հաստատվել է կրթության նախարարության կողմից, մնում է ուսուցման ծրագրերը ավարտենք եւ մյուս տարի իրականացնենք ընդունելություն։ Դա ինչ է նշանակում, որ մենք վաղը արդեն կպատրաստենք այդ սարքավորումներով աշխատող եւ այդ սարքավորումները շահագործող մասնագետներ, որոնք պիտանի կլինեն փրկարարական աշխատանքների կատարման գործընթացում։ Ակադեմիան ավարտած հարյուրավոր ուսանողներ համալրել են արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքը եւ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, հպարտությամբ նշում է Մաթևոսյանը։ Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքում մենք ունենք մոտ 600-ից 650 շրջանավարտներ, որոնք աշխատում են։ Այսօր արդեն այդ շրջանավարտները, եթե մենք կոչումներով ասենք, հասել են մինչև փոխգնդապետի, զբաղեցնում են ջոկատների հրամանատարների պաշտոններ, զբաղեցնում են վարչատարածքային մարմինների ղեկավարի պաշտոն, դասախոսներ մենք ունենք նաև բավականին շատ, մի 4-5 հոգի դասախոսներ են։ Անդրանիկ Խաչատրյանը ռեկտորի նշած շրջանավարտներից է, 2007 թվականին ուսանող, այժմ դասախոս, այն էլ կապիտանի կոչումով։ Գերազանց ավարտելուց հետո ղեկավարության կողմից առաջարկ եմ ստացել աշխատել մեր ոլորտում։ 1 տարի աշխատել եմ հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնում, այնուհետև տեղափոխվել եմ ակադեմիա, շարունակելու նորից դասավանդման process-ը։ Կապիտանը վստահ է, ակադեմիան կարևոր խորհուրդ ունի։ Ակադեմիան ոչ միայն տալիս է մասնագիտական կրթություն տվյալներ, այլ նաև իր մեջ խորհուրդ է պարունակում, որպեսզի կյանքում լինել բարի, համեստ, համբերատար, աշխատասեր, նվիրված, ինչպես նաև կոլեկտիվի կողքին մշտական կանգուն մարդ։